Դերեկ Պրինսի ծառայությունը ներկայացնում է Որբերը, այրիները, աղքատներն ու ճնշվածները Դերեկ Պրինս Մեր ծառայության կարգախոսն արդեն շատ տարիներ եղել է հասնել նրանց, որոնց դեռ չեն հասել և սովորեցնել նրանց, որոնց երբեք չեն սովորեցրել Եվ մենք արել ենք դա մեր կարողությունների լավագույն չափով Կարծում եմ իմ ռադիոհաղորդումը ներկայումս հեռարձակվում է մոտ 13 լեզվով Իմ գրքերը ամենայն հավանականությամբ տարածվել են 80-ից ավել երկրներում և 50-ից ավել լեզուներով Բայց վերջերս ներգրավեցինք Կոսովոյում դա մենք չէինք ծրագրել, Աստված էր դա արել Եվ մենք մի նոր արտահայտություն ավելացրինք մեր կարգախոսին Հասնել անհասանելիներին, սովորեցնել անուսումներին Եվ դիպչել նրանց, ում երբևէ ոչ ոք չի դիպչել Իրականում հենց այդ մասին եմ ուզում այսօր խոսել Ես մի պատգամ ունեմ, որն Աստված դրել է իմ սրտում և որի միջոցով կփորձեմ հնարավորինս հավատարմորեն փոխանցել նրա խոսքը Ցանկանում եմ սկսել Փիլիպպեցիներին 3-րդ գլխի 9-րդ համարից, որտեղ Պողոսն այսպես է աղոթում Եվ նրա մեջ գտնվեմ, այսինքն Հիսուսի ու ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ օրենքից է, այլ այն, որ Քրիստոսի հավատից է, այն արդարությունը, որ Աստծուց է, հավատով Ուզում եմ հենց դրա մասին խոսել, Աստծուց եկող արդարությունը հավատքի միջոցով Ես ուզում եմ առաջարկել ձեզ մի միտք Գոյություն ունի միայն մեկ տեսակ արդարություն Այն արտահայտված է ամբողջ Աստվածաշնչում սկզբից մինչև վերջ Դա մի արդարություն է, որն Աստծուց է բխում հավատքի միջոցով Եվ այդ արդարությունը չափազանց գործնական է Դա կրոնական, զգացմունքային կամ վերացական արդարություն չէ Դա շատ հստակ է Իրական, գործնական և երևացող, որն արտահայտվել է Աստծո գործերի մեջ բոլոր ժամանակաշրջաններում Ուզում եմ համառոտ ներկայացնել ձեզ Աստծո գործերի գլխավոր դարաշրջանները Սկսենք այն ժամանակաշրջանից, որը սովորաբար անվանում ենք հայրապետների կամ նախահայրերի ժամանակները և ուզում եմ անցնել Հոբի գրքին Վերջերս այս գիրքն ինձ այնքան խորությամբ է հարվածել, որ չկարողացա չտարվել դրանով Ես չէի պատկերացնում, որ այն այսքան բովանդակալից է Ընդհանուր առմամբ աստվածաբանները, եթե թույլ տաք օգտագործել այդ ոչ միշտ հաճելի բառը Անկեղծ ասած, ես մի փոքր կասկածով եմ վերաբերվում աստվածաբաններին, քանի որ հաճախ չեն մեջբերում Աստծո խոսքը Մինչդեռ հենց դա պետք է լինի աստվածաբանության էությունը Եթե իսկապես դա փոխանցեին, ես կուրախանայի, բայց շատ դեպքերում այդպես չէ, դա պարզ ճշմարտություն է Ինչևէ, Աստծո գործելակերպի հիմնական ժամանակաշրջանները ես կարծում եմ այսպիսին են Հայրապետների դարաշրջանը ներառելով Աբրահամի, Իսահակի, Հակոբի դարաշրջանը, հետո Մովսեսի օրենքը, մարգարեների ժամանակաշրջանը և նոր ուխտը Եվ ուզում եմ դիտարկել, թե ինչ տեսակի արդարություն էր Աստված փնտրում այդ յուրաքանչյուր ժամանակահատվածում Ուզում եմ ձեզ ցույց տալ, որ դա երբեք չի փոխվել, դա միշտ նույնն է եղել, չափազանց գործնական, կյանքին մոտ, իրական Բացենք Հոբի գիրքը 29-րդ գլուխ 11-ից 17 համարները Սա Հոբի վկայությունն է այն կյանքի մասին, որով նա ապրել է Եվ հենց Աստված է վկայել Հոբի մասին, որ նա արդար մարդ է Եվ ահա թե ինչ է ասում Հոբը, խոսքեր, որոնք ինձ այնքան են գերել, որ գրեթե չեմ կարող դրանք շրջանցել Որովհետև ինձ լսող ականջն ինձ երանի էր տալիս, և ինձ տեսնող աչքն ինձ հավանում էր, որովհետև ես աղաղակող տնանկին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։ Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս և որբևայրու սիրտն ուրախացնում էի։ Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի։ Իրավունքը պատմուչան և խույր էր ինձ համար, ես կույրին աչքեր էի, կաղին ոտքեր, աղքատներին հայր էի, պաշտպանում էի ինձ անծանոթի դատը։ Չեք կարծում, զարմանալի է, որ Հոբի արդարությունն իրենը չէր, Աստվածաշնչում ոչ միտեղ չկա ինքնարդարություն։ Հոբն ասում է արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի։ Նա հագել էր այն արդարությունը, որը ստացել էր Աստծուց հավատքի միջոցով, և ահա այդ արդարության գործնական արտահայտումը։
Որովհետև ես աղաղակող տնանքին ազատում էի, նաև որբին, որ անօգնական էր։ Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս և որբևայրու սիրտն ուրախացնում էի։ Աղքատը, այրին, որբը, սրանք են Աստծո գթության և կարեկցանքի առանցքները։ Սրանք են նաև մեր արդարության արտահայտման ուղիները։ Արդարությամբ էի զգեստավորված և նրանով զգեստավորվում էի, իրավունքը պատմուճան և խույր էր ինձ համար, ես կույրին աչքեր էի, կաղին ոտքեր, աղքատներին հայր էի, պաշտպանում էի ինձ անծանոթի դատը։ Երբ Աստված խոսում է արդարության մասին, տեսնում ենք, որ նրա մտքում այդ մարդիկ են, այրին, որբը, աղքատը, կույրը, կաղը։ Եվ մենք կարող ենք չափել, թե որքանով Աստծո արդարությունն ունենք, ըստ այն բանի, թե ինչպես ենք վերաբերվում այդ մարդկանց, որբերին, այրիներին, աղքատներին, կույրերին և կաղերին։ Այս երեկո դուք ունեք հնարավորություն նայելու ձեր սրտին և կյանքին, տեսնելու, թե արդյոք որքան կա այդ արդարությունը ձեր ներսում։ Հետո անդրադառնանք Հոբ 31-րդ գլխին, սա ամենաուժեղ հատվածներից մեկն է։ Սկսենք 16-րդ համարից։ Ցանկանում եմ, որ հասկանաք, այստեղ Հոբը արդարացնում է իրեն, նշելով այն մեղքերը, որը ինքը չի գործել։ Այսինքն, բոլոր այն բաները, որ նա նկարագրում է, մեղքեր են, բայց նա ասում է, ես դրանք չեմ գործել, և մենք պետք է ընդունենք, որ դրանք իսկապես մեղքեր են։ Եթե աղքատի խնդրածը մերժել եմ և որբևայրու աչքերը հանգցրել, եթե պատառս մենակ եմ կերել, ու որբը դրանից չի կերել, որովհետև նա իմ երիտասարդությունից ի վեր ինձ մոտ է մեծացել իբրև հոր մոտ ու մորս արգանդից նրան առաջնորդեցի, եթե մեկի եմ հանդիպել առանց հագուստիի, որ կորսվելու վրա էր, կամ մի աղքատի, որ ծածկոց չունի, եթե նրա երանգներն ինձ չեն օրհնել ու նա իմ ոչխարների բրդով չի տաքացել, եթե որբի վրա իմ ձեռքն եմ բարձրացրել, որովհետև տեսա, որ դատարանում պաշտպան ունեմ, թող իմ թևն ուսիցս վայր ընկնի և իմ բազուկն արմունկիցս կոտրվի։ Հոբը թվարկում է այն բոլոր բաները, որոնք ինքը արել է, նա օգնել է աղքատներին, օրհնել է այրիներին, հոգ է տարել որբերի մասին, հագուստ տվել մերկերին։ Եվ ահա այս ամենաազդեցիկ հայտարարությունը, որը գրեթե շշմեցրեց ինձ։ Նա ասում է, եթե ես չեմ արել այս բաները, թող իմ թևն ուսիցս վայր ընկնի և իմ բազուկն արմունկիցս կոտրվի։ Իմ կարծիքով Հոբն ասում է հետևյալը. եթե իմ ձեռքը և բազուկը չեն եղել շարունակական գործի մեջ այս ողորմության, սիրո և կարեկցանքի գործերում, ուղղված աղքատին, այրուն, որբին, կույրին և կաղին, ապա այդ ձեռքը արժանի չէ լինել իմ մարմնի վրա։ Ես չեմ տիրապետում դրան, դա ամոթ է։ Սա շատ կտրուկ արտահայտություն է, բայց դա իրականում ճշմարտություն է։ Այնուհետև անդրադառնանք Մովսեսի օրենքին, Ղևտացիներին 19-րդ գլխին։ Ղևտացիների 19-րդ գլուխ 9-ից 10 խոսքերում կարդում ենք Աստծուց տրված մի կանոն, որն ուղղված է աղքատների կարիքին։ Ձեր երկրում հունձ անելիս քո արտի մինչև եզերքը չհնձես և քո հնձից ընկած հասկերը չհավաքես, քո այգում ճռաքաղ չանես, այսինքն քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես, դրանք կթողնես աղքատին և օտարականին։ Ես եմ Տերը, ձեր Աստվածը։ Կարծում եմ Իսրայելը հավանաբար միակազգն է աշխարհում, որի օրենսդրության մեջ օրինական պարտականություն կա հոգալ աղքատների մասին։ Եթե չես հոգում աղքատի և օտարականի մասին, դու խախտում ես օրենքը։ Զարմանալի է, չէ՞։ Դա շրջադարձային է, և հենց այդպիսին էր Մովսեսի օրենքը։ Եվ այդ համատեքստում Աստված ասում է. «Ես եմ Տերը, ձեր Աստվածը»։ Ինչ նկատի ուներ նա այդ բառերով։ Կարծում եմ սա էր ասելիքը. այդպիսին եմ ես որպես Աստված, և դրա համար ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ինձ։ Ես հոգ եմ տանում աղքատների, որբերի, կարիքավորների մասին։ Ես չեմ հավանում եսասիրությունը, ես չեմ հավանում, երբ դու քո հացը մենակ ես ուտում։ Գտիր մեկին, ով օգնության կարիք ունի, և օգնիր նրան։
Ահա այդպես դու կներկայացնես ինձ այնպիսին, ինչպիսին ես իրականում կամ։ Եվ երկրորդ Օրինաց 14-րդ գլխի 28-ից 29-րդ խոսքերում կարդում ենք. ամեն 3 տարվա վերջում դուրս կհանես նույն տարվա քո բերքի ամբողջ 10-որդը եւ կդնես քո քաղաքում։ Կգան քեզ հետ բաժին ու ժառանգություն չունեցող Ղևտացին, քո քաղաքում գտնվող օտարականը, որբն ու որբևայրին կուտեն ու կկշտանան, որպեսզի քո Տեր Աստվածը օրհնի քեզ քո ձեռքի բոլոր գործերում։ Եթե ցանկանում ես Տիրոջ օրհնությունը, Աստված Իսրայելին ասում էր. դու պետք է հոգաս այրիների, աղքատների եւ որբերի մասին, եւ երբ տոնում ես այն առատությունը, որ ես եմ քեզ տվել, մի մոռացիր նրանց։ Դա շատ ուժեղ լեզու է, շատ հստակ, շատ հետևողական, միշտ նույն ուղերձն է։ Հիմա անցնենք մարգարեներին։ Դիտարկենք մեծ մարգարե Եսայի առաջին գլուխը։ Եսայի առաջին գլուխ։ Կցանկանայի, որ նկատեք, Եսայի խոսքն ուղղված էր չափազանց կրոնական ժողովրդին։ Բայց դա մի ժողովուրդ էր, որ Աստծո աչքում արդար չէր։ Եվ Աստված ասում է. ձեր կրոնական ձևակերպումները հոգնեցրել են ինձ, ես հոգնել եմ։ Ես այլևս չեմ ուզում նման կրոն։ Հետաքրքիր է, արդյոք այսօր էլ Աստված նույնը չի ասում որոշ քրիստոնյաներին. ձեր կրոնը ինձ չի հետաքրքրում, դա ինձ վրա տպավորություն չի թողնում, դադարեցրեք այն։ Եսայու առաջին գլուխ 12-րդ խոսքում գրված է. երբ գալիս եք ինձ պաշտելու, ով է այդ պահանջել ձեզնից, որ կոխոտեք իմ սրահները, այլևս սին ընծաներ մի բերեք, ձեր խունկը գարշելի է ինձ համար։ Չեմ կարող տանել ձեր ամսամուտները, շաբաթները եւ ժողովների գումարումները, ձեր տոնախմբությունն իսկ անօրենություն է։ Ձեր ամսամուտներից եւ նշանակված տոներից զզվել է հոգիս։ Դա հզոր լեզու է, այնպես չէ։ Աստված ասում է, ձեր բոլոր կրոնական գործունեություններն ինձ դույզն չեն տպավորում, դրանք ինձ հոգնեցրել են, ես այլևս չեմ ուզում դրանք։ Երբ ձեր ձեռքերը պարզեք իմ առաջ, ես կթաքցնեմ իմ աչքերը, թեպետև շատ աղոթքներ անեք, ես չեմ լսի, ձեր ձեռքերը լի են արյունով։ Աստված ասում է՝ մի եկեք ինձ մոտ աղոթքներով, եթե ձեր կյանքը համահունչ չէ իմ խոսքին։ Եվ հետո նա ասում է, թե ինչ է ցանկանում մեզանից։ 16-րդ համարում կարդում ենք. լվացվեք, մաքրվեք, հեռացրեք ձեր չար արարքներն իմ աչքի առջևից, դադարեք չարիք գործելուց, սովորեք բարություն անել, իրավունքի հետամուտ եղեք, հանդիմանեք հարստահարողին, արդար դատ արեք որբին, պաշտպանեք որբևայրու դատը։ Ինչ է Աստված փնտրում։ Ոչ թե դատար կրոնական լեզու ու ծիսակարգեր, այլ գործնական հոգացություն նրանց հանդեպ, ովքեր դրա կարիքն ունեն։ Այնուհետև նա շարունակում է. սովորեք բարություն անել, իրավունքին հետամուտ եղեք, հանդիմանեք հարստահարողին, արդար դատ արեք որբին, պաշտպանեք որբևայրու դատը։ Հիմա եկեք վիճաբանենք, ասում է Տերը, եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն, եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։ Բայց նկատեք, կրոնական ձևերն Աստծուն չեն տպավորում։ Նրանք լի էին կրոնական գործունեությամբ, բայց չէին հոգում այն մարդկանց մասին, ովքեր օգնության կարիք ունեին։ Աստված ասաց, եթե ուզում եք իմ բարեհաճությունը, ապա սա այն է, ինչ պիտի անեք։ Սովորեք բարիք գործել, արդարություն փնտրել։ Հետաքրքիր է, արդյոք մենք լիովին գիտակցում ենք, թե Աստված որքան խորապես է հետաքրքրված արդարությամբ։ Դա ինձ համար հայտնություն դարձավ։ Աստված նախանձավորությամբ հոգ է տանում արդարության մասին։ Նա ատում է անարդարությունը։ Սովորեք բարություն անել, իրավունքին հետամուտ եղեք, հանդիմանեք հարստահարողին, արդար դատ արեք որբին, պաշտպանեք որբևայրու դատը։ Երբ Աստվածաշնչում խոսք է գնում այն մասին, թե ինչ է պահանջում Աստծո արդարությունը, գրեթե միշտ այդ ցանկում են որբերն ու այրիները։ Եթե մենք անտարբեր ենք նրանց հանդեպ, մեր արդարությունն Աստծուն ընդհանրապես չի տպավորում։ Հետագայում խոսելու եմ նաև իմ անձնական փորձից։ Իսկ այժմ գնանք Եսայի 58-րդ գլուխը, մի հատված, որը Դեյվիդ Ուիլքերսոնն անվանում էր հավատքի շարունակական զարթոնքի բանալին։ Եսայի 58-րդ գլուխ 6-րդ համարից կարդում ենք. Սա չէ այն ծոմը, որը ես ընտրել եմ։ Լուծիր ամբարիշտության կապանքները, արձակիր լծի կապերը, կեղեքվածներին ազատիր և կոտրիր ամեն տեսակ լուծ։
Անցած երեկոյան մեր կարողության սահմաններում փորձեցինք կատարել այդ կոչը եւ հավատում եմ շատ լուծեր կոտրվեցին եւ շատ ճնշվածներ ազատ արձակվեցին։ Սա է այն, ինչ Աստված ցանկանում է, որ եկեղեցին անի։ Եվ ապա շարունակվում է. հացդ բաշխիր քաղցածին, թափառական թշվառներին տուն բեր, եթե մերկ մարդ տեսնես հագցրու նրան եւ քո նմանից քեզ մի ծածկիր։ Կարծում եմ սա ուղիղ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Ես Ամերիկայի քաղաքացի եմ, իմ սեփական ընտրությամբ ես գիտակցաբար ընտրեցի դառնալ ԱՄՆ քաղաքացի եւ երախտապարտ եմ բոլոր արտոնությունների համար, որ դա ինձ շնորհել է։ Բայց ուզում եմ հարցնել ձեզ, ովքեր են ձեր նմանները։ Երբ Աստված խոսում էր Իսրայելի հետ, նա խոսում էր իսրայելացիների մասին, նրանց եղբայրների։ Երբ Աստված խոսում է ձեզ հետ այս լեզվով, որպես ամերիկացիների, ում մասին է խոսում։ Ձեր ազգակից ամերիկացիների, որքան եք հոգ տանում նրանց մասին, իրոք հոգ եք տանում։ Ես բրիտանացի եմ, կարող եմ նույնիսկ վիրավորվել իմ խոսքերից եւ Մեծ Բրիտանիան էլ իհարկե չունի մեծ պատճառ պարծենալու համար, բայց ուզում եմ անկեղծորեն ասել ամերիկյան քաղաքների ներքին վիճակն այս երկրի եւ այստեղի եկեղեցու աղաղակող ամոթն են։ Եվ եթե եկեղեցին անտարբեր է դրանց հանդեպ, կարծում եմ Աստված այս ժամանակաշրջանում նույն վերաբերմունքն ունի եկեղեցու հանդեպ, ինչ որ ուներ Իսրայելի հանդեպ։ Դադարեցրեք ձեր կրոնական գործունեությունը եւ մի բան արեք։ Ես միշտ հիշում եմ մի դեպք, տարիներ առաջ ապրում էի Ֆլորիդայում։ Մի տանը, որի բակում լողավազան կար, ունեմ մեծ ընտանիք եւ մի օր մի քանի դուստրերս իրենց ամուսիններով եւ երեխաներով, իմ թոռներով մեզ մոտ էին։ Երեխաները վազվզում էին լողավազանի մոտ։ Հանկարծ 4 տարեկան մի տղա ընկավ ջրավազանի մեջ։ Նա դուրս բերվեց, կանգնեց այնտեղ ամբողջությամբ թաց ու նայելով բոլորիս ասաց. ինչ որ մեկը թող ինչ որ բան անի։ Եվ երբ նայում եմ եկեղեցուն, ուզում եմ նույն բանն ասել. մի բան արեք։ Խնդրում եմ, մի բան արեք։ Ամեն, լավ է, գոնե մեկը համաձայնեց ինձ հետ։ Ահա թե ինչու պետք է նորից հիշեցնենք Եսայի 58:6-ում գրված խոսքերը, այն ինչը Դեյվիդ Ուիլքերսոնն անվանում էր զարթոնքի շարունակական բանալի։ Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ, լուծիր ամբարշտության կապանքները, արձակիր լծի կապերը, կեղեքվածներին ազատիր եւ կոտրիր ամեն տեսակ լուծ։ Վստահ եմ, հենց դա էլ անում էինք 3 ազատագրության ծառայության միջոցով, դա գուցե արտաքուստ պատշաճ չէր, բայց ես հավատում եմ, դա այն էր, ինչ Աստված ուզում էր։ Ես վստահ չեմ, թե Աստված տպավորված է մեր կրոնական կեցվածքով, հատկապես երբ այն ծածկոց է դառնում գաղտնի խնդիրների եւ մեղքերի համար։ Եվ եթե ուզում եք իմանալ, թե ինչ է ուզում Աստված, նա ասում է. հացդ բաշխիր քաղցածին, թափառական թշվառներին տուն բեր։ Այսօր ինչպես ենք անվանում նրանց անօթևաններ, այդպես չէ։ Քանիսդ եք այդպես վարվում։ Եթե մերկ մարդ տեսնես հագցրու նրան եւ քո նմանից քեզ մի ծածկիր։ Քո սեփական մարմինն է, քո ազգակից ամերիկացին։ Եվ ապա խոստումը, այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապակինումը պիտի ծլարձակի շուտով։ Երբևէ մտածել եք, որ սա կարող է բժշկության բանալին լինել։ Երբեմն մենք պիտի ինչ-որ բան անենք, որպեսզի Աստծո բժշկությունն արձակվի։ Աստված ասում է, եթե անեք այն, ինչ ես ասում եմ, ես կարձակեմ իմ բժշկությունը։ Այն արագ կգա։ Քո արդարությունը պիտի գնա քո առջևից եւ Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։ Այն ժամանակ դու կկանչես եւ Տերը կպատասխանի, դու կաղաղակես եւ նա կասի՝ ահա ես։ Այլ խոսքով Աստված աղոթքի պատասխանի երաշխիք է տալիս պայմանով, որ մենք անենք այն, ինչ նա պահանջում է։ Հետո անդրադառնանք Եզեկիել մարգարեի 16-րդ գլխին, սա իսկապես Աստվածաշնչի ամենաուժեղ հայտարարություններից մեկն է, որովհետև սա խոսում է Սոդոմ քաղաքի մեղքի մասին։ Եվ եթե քեզ կամ ինձ որպես Աստվածաշնչի լավ ճանաչող մարդու հարցնեին, որն էր Սոդոմի գլխավոր մեղքը, շատերը կպատասխանեին համասեռամոլությունը, բայց զարմանալի է, երբ Տերը թվարկում է Սոդոմի մեղքերը, նա չի հիշատակում համասեռամոլությունը։ Դիտարկենք Եզեկիելի 16:49, այս խոսքերն ուղղված են Երուսաղեմին եւ Տերը Սոդոմին կոչում է նրա քույր։ Եզեկիելի 16:49 Ահա սա էր քո քույր Սոդոմի անօրենությունը։
Ամբարտավանություն, հացի կշտություն և անհոգ հանգստություն ունեին նա և նրա դուստրերը և աղքատին ու չքավորին չէին օգնում։ Համասեռամոլության հիշատակում չկա, զարմանալի չէ՞։ Բայց սա շատ նման է ժամանակակից ամերիկյան մշակույթին, միթե ճիշտ չեմ։ Հպարտություն, հացի լիություն կամ կշտություն, անհոգ հանգստություն և չէին օգնում աղքատին ու չքավորին։ Ուզում եմ առաջարկել ձեզ, և սա իմ սեփական հետևությունն է, նման մշակույթն անխուսափելիորեն բերում է համասեռամոլության։ Կարծում եմ հենց նման մշակույթն է Ամերիկայում համասեռամոլության հսկայական աճի արմատային պատճառն ու աղբյուրը։ Բայց համասեռամոլությունն արմատային մեղք չէ։ Դա մեղքի պտուղն է։ Արմատը հացի կշտությունն էր, անհոգ հանգստությունը և աղքատների ու կարիքավորների հանդեպ վերաբերմունքը։ Սոդոմում եղած պայմաններն էին, որ բերում էին համասեռամոլության, և հենց այդ նույն պայմաններն էլ այսօր բերում են նույն մեղքին։ Խնդրում եմ ճիշտ հասկացեք ինձ, ես որևէ կերպ չեմ արդարացնում համասեռամոլությունը։ Դա սարսափելի և գարշելի մեղք է։ Բայց դրա արմատը եսասիրությունն է, ինքնասիրահարված ապրելակերպը, որն անկեղծ ասած մեծապես բնորոշ էր ժամանակակից Ամերիկային։ Արդյոք ճիշտ եմ ասում։ Կարծում եմ այդ մասին վիճելը դժվար կլինի, բայց եթե ուզում եք, ազատ եք։ Եվ վերջում եկեք դիտենք Դանիելի գրքից 4-րդ գլուխ 27-րդ համարը։ Դանիել 4:27։ Պետք է իմանաք այս հատվածի նախապատմությունը։ Նաբուգոդոնոսոր թագավորը սարսափելի երազ էր տեսել, որի մեջ մի հսկա ծառ էր հատվել և միայն կոճղն էր մնացել հողում։ Նա դիմեց իր ընկերոջն ու խորհրդակցին Դանիելին։ Դանիելն ասաց. «Նաբուգոդոնոսոր թագավոր, դու ես այդ ծառը, եթե չփոխվես, քեզ էլ կկտրեն»։ Եվ ապա Դանիելը նրան մի շատ պարզ խորհուրդ տվեց, թե ինչպես կարող էր խուսափել մոտալուտ աղետից։ Դանիել 4-րդ գլուխ 27-րդ խոսքում գրված է. «Ուստի ով թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի երևա, և քո մեղքերն արդարությամբ քավիր»։ Եբրայերենում բառացի գրված է արդարություն գործելով։ Տեսնում եք, սա է ապաշխարությունը։ Դա ոչ թե դանդաղ երկար ընթացք է, այլ մեղքից կտրվելն ու այն փոխարինելն է արդարությամբ։ Դա է իրական ապաշխարությունը։ Եվ նա շարունակում է. «Եվ քո անօրենությունները աղքատներին ողորմելով, թերևս քո խաղաղությունը երկարացվի»։ Այսինքն ինչպես կարող էր Նաբուգոդոնոսորը երկարացնել իր բարօրությունը, աղքատների հանդեպ ողորմություն ցույց տալով, բայց նա չարեց դա։ Ծառը հատվեց, և նա կրեց այն դատաստանը, որը երազում բացահայտվել էր։ Իսկ կարո՞ղ է սա ճշմարիտ լինել ժամանակակից Ամերիկայի համար։ Միգուցե մենք էլ կարող ենք հետաձգել կամ նույնիսկ խուսափել Աստծո դատաստանից արդարություն գործելով և ողորմություն անելով աղքատներին։ Ի վերջո մենք հարուստ ազգ ենք, մենք որպես անհատներ կարող ենք մեզ թույլ տալ լինել առատաձեռն։ Ես երախտապարտ եմ և պիտի ասեմ, ամերիկացի ժողովուրդը ինձ շատ առատաձեռնորեն է վերաբերվել։ Ես չեմ խոսում կարիքի կամ բողոքի զգացումից, բայց ինձ իսկապես մտահոգում է այն, որ Ամերիկան գնում է դեպի դատաստան, դեպի աղետ, և միայն մեկ ճանապարհ կա, որը կարող է մեզ փրկել։ Դա հենց այն ճանապարհն է, որը Դանիելն առաջարկեց Նաբուգոդոնոսորին՝ մեղքից կտրվելն արդարություն գործելով, խավարից դուրս գալը դեպի լույսը և ողորմություն աղքատներին։ Երբևէ մտածել եք, որ սա կարող է լինել այն ճանապարհը, որով կարող ենք կամ հետաձգել կամ նույնիսկ վերացնել Աստծո դատաստանը Ամերիկայի հանդեպ։ Ոչ թե քաղաքական կազմակերպություններն են դա անելու, այլ մենք, Հիսուս Քրիստոսի եկեղեցին, երբ ողորմություն ենք անում աղքատներին։ Վերջում մի փոքր խոսելու եմ նաև իմ անձնական փորձից և կարող եք ինձ հարցեր տալ, եթե ցանկանաք։ Եկեք այժմ անցնենք Նոր Կտակարանին։
Զարմանալի է, բայց նոր կտակարանում Աստծո արդարությունը չփոխվեց, նա շարունակում է նույն բաներն ակնկալել քրիստոնյաներից, ինչ ակնկալում էր նախահայրերից, Մովսեսի օրենքի տակ եղածներից և մարգարեների օրոք ապրողներից։ Ինչպես գիտենք, Աստված Հիսուսից առաջ ուղարկեց Հովհաննես Մկրտչին, որպեսզի պատրաստի ճանապարհը, և այն ուղերձը, որով պիտի նախապատրաստվեր ճանապարհը, մեկ բառ էր՝ ապաշխարեք։ Ղուկասի 3-րդ գլխի 9-ից 11 խոսքերում կարդում ենք Հովհաննես Մկրտչի խոսքերը իր ժամանակի ժողովրդին։ Ղուկաս 3-րդ գլուխ 9-ից 11 խոսքեր. Բայց արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել, արտամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի ու կրակը կգցվի։ Տեսնում եք, բավական չէ, որ չես բերում վատ պտուղ։ Աստված պահանջում է բարի պտուղ։ Անպտուղ ծառը նույն ձևով կտրվելու է, ինչպես այն, որ վատ պտուղ է բերում։ Աստված ընդունում է միայն մեկ տեսակ ծառ, այն, որը բարի պտուղ է տալիս։ Հովհաննեսն ասում էր. արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել։ Գիտեք, արմատական, ռադիկալ բառը որտեղից է գալիս, այն գալիս է լատիներեն radix բառից, որը նշանակում է արմատ։ Այսպիսով, արմատական բաներն այն են, որոնք գործ ունեն հիմքի, արմատի հետ։ Հովհաննես Մկրտչի ուղերձը արմատական էր, նա ասում էր պետք է կտրել արմատից, պետք է մերժել այն ծառը, որը բարի պտուղ չի բերում, և ես հավատում եմ քրիստոնեությունը արմատական հավատք է, ամեն ինչ, որ արմատական չէ, քրիստոնեություն չէ։ Ես պատիվ եմ ունեցել ծառայելու այն շարժման մեջ, որը հետագայում կոչվեց Հիսուսի ժողովուրդ 1960-ականներին։ Իրականում, եթե հիպիներ լինեին այն ժամանակ, երբ ես մեծանում էի, հավանաբար ես էլ հիպի կդառնայի։ Բայց չկային ու ես ստիպված եղա իմ ձևով հիպի լինել։ Բայց կարողանում էի ինքնությանս մեջ ճանաչել նրանց, ես հասկանում էի նրանց։ Նրանց շարժումն ընդվզող էր։ Նրանք դժգոհ էին հասարակության վիճակից։ Չգիտեին ինչպես դա արտահայտել, չգիտեին ինչ անել, բայց հաստատ գիտեին, որ չեն ուզում իրենց ինքնությունը կապել այն նյութապաշտական մշակույթի հետ, որում ապրում էին։ Դուք գիտեք, շատ երիտասարդների սրտում լինում է ցանկություն ինչ-որ բան ուղղելու, մի տեսակ ներքին ձգտում դեպի ճշմարիտը։ Ես էլ անցել եմ այդ ճանապարհով լինելով ուսանող և պրոֆեսոր Քեմբրիջում։ Ես հիպի էի, նախքան հիպիները կհասցնեին առաջանալ։ Ես չգիտեի, թե ինչպես նկարագրել ինձ, ես որոշ մարդկանց զարմացրել էի, երբ պատմեցի, որ մի ժամանակ մտածել եմ հարստանալ ռուլետկա խաղալով։ Ես ընկերներ ունեի, որոնք ինձ ֆինանսավորում էին, և նրանք ուղարկեցին ինձ Ֆրանսիայի հարավ, Կանն ու Մոնտե Կարլո։ Ես շաբաթներ անցկացրի Մոնտե Կարլոյում, քանի որ այնտեղ տաք էր, կոշիկ չէի հագնում, սանդալ էի հագնում։ Եվ չգիտես ինչու կարմիր էի ներկել ոտքիս եղունգները։ Շատերին դա անսովոր էր թվում, բայց ես արել եմ դա, և ինձ հարցնում էի, ինչու արեցի դա։ Հետո մտածում եմ այն աղջկա մասին, որ ունի բաց մազեր, բայց ներկում է կապույտ։ Բայց ինչու ես ներկեցի եղունգներս կարմիր։ Ինչու են աներկում մազերը կապույտ, սա բողոք է, լուր բողոք։ Մենք ասում ենք, հասարակության մեջ մի բան լրջորեն սխալ է, մենք չենք ուզում նույնանալ այս ամենի հետ, մենք այլ բան ենք փնտրում։ Ահա թե ինչու Աստծո հոգին այդքան հզոր շարժում առաջացրեց 60-ականների սերնդում, որովհետև նրանք արմատական էին։ Փաստորեն մի անգամ իմ ընկերներից մի քանիսին, երբ նրանք արդեն քրիստոնյա էին դարձել, ասացի, լսեք, դուք հիմա նույնիսկ բավարար չափով արմատական չեք։ Երբ հիպի էիք, ավելի արմատական էիք, քան հիմա քրիստոնյա լինելով։ Հիպի եղած ժամանակ առանց երկար մտածելու նստում էիք մեքենան ու գնում մինչև Ալյասկա, իսկ հիմա ուզում եք, որ ճանապարհի ծախսն արդեն վճարված լինի ու իմանաք, որ հյուրանոցում եք մնալու։ Ես նրանց միջավայրից շատ լավ ընկերներ ունեմ, կարծում եմ ոմանք գուցե այստեղ են այս երեկո, նրանք հիշում են ինձ այդ օրերից, և ես կարողանում էի նույնանալ նրանց հետ։ Չէ՞ որ թեև ես չէի ապրում նույն կենսակերպով, բայց նույն հիմնական խնդիրը կար իմ մեջ՝ դժգոհություն ու անհանգստություն հասարակության վիճակից։ Ես մտածում էի, պիտի որ
որ դրանից լավ բան լինի, եւ ես համակրում եի այդ մարդկանց, եւ հավատում եմ, որ նրանք ամենաարդյունավետ դաշտն են ավետարանի համար, քանի որ եթե նրանց մոտենաս ավետարանի արմատական ուղերձով նրանք կարձագանքեն։ Հիշում եմ 1960-ականներին նրանց կարգախոսը հետևյալն էր. ասա այնպես ինչպես կա։ Եվ ես ասացի, էլ որ քարոզիչը կարող է ավելի լավ հարց տալ, քան սրանք։ Ասա այնպես ինչպես կա։ Եկեք ասենք այնպես ինչպես կա, եւ սա է պատճառներից մեկը, թե Աստված ինչու է օրհնել Ջոնին, քանի որ նա ասում է այնպես ինչպես կա, եւ սա է այն պատճառը, որ Աստված օրհնել է ինձ, քանի որ ասում եմ այնպես ինչպես կա։ Ես հետաքրքրված չեմ կրոն խաղալով, ես բավարար կրոնավոր էի նախքան քրիստոնյա դառնալս։ 10 տարի շարունակ դպրոցում, թե նախապատրաստականում, թե իթնում ամեն օր մատուռ էինք գնում։ Ես շատ եմ մտել մատուռ։ Երբ գնացի Քեմբրիջ, ասացի փառք Աստծուն, վերջապես ավարտվեց այդ ամենը։ Հիմա կարող եմ իրական կյանք սկսել։ Եվ սկսեցի ամեն ինչ անել բացի իրական կյանքից։ Բայց իմ ներսում կար այդ մի ձայնը. խնդրում եմ, ցույց տվեք մի բան, որն իսկական է, մի բան, որը գործում է։ Մի տվեք մեզ պարզապես բառեր, մի տվեք կրոն, մենք հոգնել ենք դրանից։ Այսօր ամբողջ մի սերունդ այդպես է ասում։ Եվ փառք Աստծուն դրա համար։ Նրանք ամենաարգասաբեր հողն են ավետարանի համար, բայց դու պետք է գնաս նրանց մոտ արմատական ուղերձով եւ ապրես արմատական կյանքով։ Ամեն։ Բարի, դուք արդեն ամեն ասացիք։ Եվ ահա Հովհաննես Մկրտիչն ասում է. բայց արդեն կացինն էլ ծառերի արմատին է հասել, այդ ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կկտրվի ու կրակը կգցվի, եւ ժողովուրդը նրան հարցնում էր, հապա ինչ անենք։ Սրանք ոչ թե մաքսավորներն էին կամ շնացողները, սա ժողովուրդն էր, եւ նրա պատասխանը շատ պարզ ու գործնական էր։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. ով երկու հագուստ ունի, մեկը թող չունեցողին տա, եւ ով ուտելիք ունի, թող նույնն անի։ Սա է արդարությունը։ Սա է Աստծուց եկող հավատքի միջոցով արդարությունը։ Սա է նոր կտակարանի ուղերձը։ Սա է ապաշխարությունը։ Այն, որ դու վերցնում ես ինչ ունես ու կիսում ես նրա հետ, ով չունի։ Շատ պարզ է։ Քրիստոնյա լինելու համար դու չպետք է աստվածաբան լինես, որ սա հասկանաս։ Խնդիրը հենց դա է, դա չափազանց պարզ է։ Ճիշտ է, դե դուք ինքներդ որոշեք։ Այժմ բացենք Ղուկասի 14-րդ գլուխը։ And verses 12 through 14. 12-ից 14 խոսքեր։ Սա այն ժամանակն է, երբ Հիսուսին հրավիրել էին ճաշելու մի փարիսեցու տանը, բայց նա խոսքը տարածում է շատ ավելի լայն իմաստով։ Ղուկասի 14-ից 14. Եվ իրեն հրավիրողին էլ ասաց. երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս քո բարեկամներին, մի կանչիր, ոչ էլ քո եղբայրներին, ոչ էլ քո ազգականներին, ոչ էլ քո հարուստ հարևաններին, միգուցե նրանք էլ փոխարենը քեզ հրավիրեն եւ հատուցում լինի քեզ, այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին։ Իսկ դու անում ես դա, ես արել եմ։ Հիսուսն իրոք նկատի ունի այն, ինչ ասում է, եւ հետո ավելացնում է. Եվ երանելի կլինես, որ բան չունեն, որ փոխարենը քեզ հատուցանեն, որովհետև արդարների հարության ժամանակ քեզ հատուցում կլինի։ Այս ամենի համար ինչի անում ես ու փոխհատուցում ես ստանում, հետագայում հատուցում չի լինի։ Իսկ այն ամենի համար ինչ անում ես հիմա եւ դրա դիմաց չես ստանում, Աստված կհատուցի հավիտենական արժույթով արդարների հարության ժամանակ։ Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, ուզում էի առաջարկ անել ձեզանից ոմանց, փորձեք պահեք մի փոքր օրագիր, մեկ շաբաթ, գրանցեք թե քանի ժամ եք անցկացնում այնպիսի գործերի վրա, որոնց համար հիմա չեք ստանում վարձատրություն, բայց կստանաք հավիտենական աշխարհում։ Միթե ճիշտ չէ։ Մեր գործերի մեծ մասը վարձատրվում է հիմա։ Ուրեմն դրա դիմաց երկնքում վարձատրություն չկա, բայց ամեն բարի գործ, որ հիմա արվում է առանց երկրային վարձատրության, կլինի հատուցված հավիտենական կյանքում արդարների հարության օրը։ Հիշում եմ, երբ ծառայում էի Սուդանում որպես զինվոր, Հյուսիսային Սուդանում, որը լիովին մահմեդական էր։
Բրիտանացիները, որոնք այն ժամանակ կառավարում էին երկիրը, չէին թողնում միսիոներներին մտնել Սուդան, որովհետև չէին ուզում խնդիրներ ունենալ տեղի մահմեդականների հետ, բայց ես միսիոներ չէի, զինվոր էի։ Ուստի ինձ ուղարկեցին Սուդանի մի վայր Ջեբեյթ անունով Կարմիր ծովի բլուրների շրջանում։ Այնտեղ մի փոքր հիվանդանոց կար իտալացի ռազմագերիների համար։ Ինձ նշանակեցին տեղացի բանվորների ղեկավար։ Ամեն առավոտ աշխատողների ղեկավարը, արաբերենով Ռաիսը, գալիս էր ու զեկուցում ինձ։ Մենք որոշ փոխհարաբերություն հաստատեցինք, բայց հոգևոր շփում դեռ չկար։ Մինչև մի օր, որ հայտնաբերեցի, որ նա հավատում էր սատանայի գոյությանը։ Ինչպես արաբներն են ասում շեյթանին, եւ ասացի. «Դե ես էլ հավատում եմ սատանայի գոյությանը»։ Տարօրինակ էր, բայց սա մեր հատման կետն էր։ Մենք երկուսս էլ հավատում էինք սատանայի գոյությանը։ Եվ այդպես մենք շփման կետ գտանք։ Մի օր նա ուշացավ գրասենյակ գալուց, երբ եկավ ոտքը կապված էր ու նա կաղում էր, ասաց. «Վերջերս վերք եմ ստացել ոտքիս, պետք է գնայի կլինիկա»։ Այդ ժամանակ կյանքումս դեռ երբեք ոչ մեկի համար չէի աղոթել բժշկության համար, բայց գիտեի, որ նոր կտակարանում գրված է այդ մասին։ Ուստի ամաչելով հարցրեցի. «Ցանկանում ես, որ աղոթեմ»։ «Այո», պատասխանեց։ Ես վարվեցի նրա հետ այնպես, ասես պայթուցիկ լիներ։ Մոտ չգնացի, հեռվից ձեռքերս դրեցի ու աղոթեցի։ Մոտ մեկ շաբաթ անց նա նորից եկավ։ Ասաց. «Ցանկանում ես տեսնել իմ ոտքը»։ Ասացի. «Այո», ասաց. «Ապաքինվել է»։ Ես գրեթե զարմացա։ Այդ օրվանից ընկերացանք։ Ես նոր կտակարանի Ջեյմս թագավորի թարգմանության տարբերակը վերցնում էի ու կարդում, թարգմանելով զինվորական անգլերենով, որովհետև նա լավ հասկանում էր զինվորական անգլերենը, բայց չէր կարդում ու գրում։ Դե զինվորական անգլերենը շատ հեռու էր Ջեյմս թագավորի անգլերենից, ուստի ես պետք է նրա համար թարգմանեի։ Մենք դարձանք շատ լավ ընկերներ։ Մի օր նա ուզեց ինձ սովորեցնել ինչպես ուղտ վարել։ Սովորեցրեց, եւ պետք է ասեմ, ուխտի մեջ մի բան կա, երբ դրա մարմնի մի մասը բարձրանում է, մյուսը իջնում է։ Ուխտը երբեք միաժամանակ հավասար չի։ Բայց ես հաղթահարեցի փորձությունը։ Ես պատասխանատու էի ուտելիքի մատակարարման համար, ուստի առաջարկեցի, ինչ կլինի, եթե ուխտերով գնանք անապատում պիկնիկ անենք։ Գնացինք, հասանք մի բլրի վրա գտնվող աղի ջրի մի աղբյուրի։ Ուտելիք ունեինք, բայց ջուր չունեինք։ Նա նայեց ինձ ու ասաց. «Մենք սուդանցիներս այս ջուրը խմում ենք, բայց դուք սպիտակ մարդիկդ ոչ»։ Ասացի. «Եթե ուրիշ բան չկա, ես պատրաստ եմ խմել»։ Նայեց ինձ. «Ինչու ես դու ուրիշ սպիտակներից տարբերվում»։ Ասացի. «Քանի որ Հիսուսն ասաց, եթե իր անունով մահացու բան խմեմ, վնաս չեմ ունենա»։ Խմեցի, դա նրան տպավորեց։ Այդ օրը մեր ընթերցանությունը Հովհաննեսի 3-րդ գլխից էր վերստին ծնունդի մասին։ Կարդում էի, թարգմանում, եւ նա սկսեց հետաքրքրվել։ Երբ ուխտերով վերադառնում էինք, հարցրեցի. «Ցանկանում ես վերստին ծնունդ ունենալ»։ Ասաց. «Այո»։ Ես փորձ չունեի խորհրդատվության մեջ, ասացի. «Այս գիշեր դու գնա քո խրճիթը, ես իմ սենյակը։ Արևը, որ մայր մտնի, դու աղոթիր ու խնդրիր, որ վերստին ծնունդ ստանաս։ Ես էլ կաղոթեմ քեզ համար։ Հաջորդ օրը հարցրի. Աղոթեցի՞ր։ Ասաց. «Այո»։ Հարցրի. «Որևէ բան տեղի ունեցավ»։ Ասաց. «Ոչ»։ Ես սկսեցի հիասթափվել, երբ Սուրբ Հոգին շշնջաց. «Նա մահմեդական է»։ Ես շատ բան չգիտեի մահմեդականների մասին, հարցրի. «Դու Հիսուսի անունով աղոթեցիր»։ Ասաց. «Ոչ»։ Ասացի. «Եթե ուզում ես վերստին ծնվել, պետք է Հիսուսի անունով աղոթես, պատրաստ ես»։ Ասաց. «Այո»։ Ասացի. «Այս գիշեր դու գնա քո խրճիթը, ես իմ սենյակը։ Արևը, որ մայր մտնի, դու աղոթիր ու խնդրիր»։ Հաջորդ առավոտ տեսա նրան ու ասացի. «Դու ստացել ես»։ Նրա ամբողջ դեմքը փոխված էր, եւ բոլորն այդ հիվանդանոցում նկատեցին։ Հարցնում էին. «Ինչ է պատահել քո ընկեր Ալիին»։ Ասացի. «Նա փրկվել է»։ Հարցրին. «Ինչ է դա»։
Ասացի թույլ տվեք պատմել, նույնիսկ հիվանդանոցի հրամանատարը կանչեց ինձ ու հարցրեց ինչ է պատահել քո ընկեր Ալիին, ասացի նա փրկվել է, ասացի ինչ է դա, ասացի թույլ տուր բացատրեմ, դա իսկապես դրամատիկ փոխակերպում էր, ինչի համար էի ես ձեզ պատմում, հաստատ պետք է որ մի պատճառ լիներ։ Ես իմացա թե ինչու, եկեք վերադառնանք Ղուկասի 14:13-ին։ Այլ երբ հյուրասիրություն ես անում, կանչիր աղքատներին, խեղերին, կաղերին, կույրերին, և երանելի կլինես, որ բան չունեն, որ փոխարենը քեզ հատուցեն։ Ես ինքս հավատում եմ, որ եթե մինչև վերջ կանգուն մնամ այն ամենի համար, ինչ արել եմ այդ արաբ ռայիսի համար, կստանամ հատուցում հավիտենական արժույթով։ Ուզում եմ ձեզ մարտահրավեր նետել, վերցրեք մի օրագիր և 7 օր գրանցեք ինչ բաներ եք անում, որոնց դիմաց այս աշխարհում վարձ չեք ստանում, բայց երկնքում կստանաք հավիտյան։ Բարի, շարունակենք նոր կտակարանը Մատթեոս 25-րդ գլխից։ Կարիք չունեմ Ջոնին ասել, թե ինչի մասին է այս գլուխը։ Սա գառների և այծ ազգերի առակն է։ Մատթեոս 25-րդ գլուխ։ Սա այս գլխի վերջին առակն է, սկսվում է 31-րդ համարից։ Եվ երբ մարդու որդին իր փառքով գա և նրա հետ էլ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ կնստի իր փառքի աթոռին։ Բայց նախ պետք է մեկ պահով վերադառնանք հին կտակարան Հովելի 3-րդ գլխի 1-2 խոսքերին, որովհետև սա է նոր կտակարանի դատաստանի պատմական և մարգարեական համատեքստը։ Հովելի 3-րդ գլխում գրված է. որովհետև ահա այն օրերին, երբ այն ժամանակ, երբ ես Հուդային և Երուսաղեմին գերությունից կվերադարձնեմ, այստեղ հատուկ խոսվում է Իսրայել պետության վերականգնման ժամանակի մասին, կժողովեմ բոլոր ազգերին և նրանց կիջեցնեմ Հոսափատի հովիտը և այնտեղ նրանց հետ դատ կվարեմ իմ ժողովրդի և իմ ժառանգություն Իսրայելի համար, որին ցրեցին ազգերի մեջ և իմ երկիրը բաժանեցին։ Սա շատ լուրջ միտք է, երբ Հիսուսը գա, նա դատելու է ազգերին ըստ այն բանի, թե ինչպես են վերաբերվել իր եղբայրներին, հրեա ժողովրդին։ Նա դատելու է նաև ըստ այն բանի, թե ինչպես են վարվել այն հողերի հետ, որոնք նա կոչում է իմ երկիր։ Սա մի ճշմարտություն է, որի առջև ազգերը պետք է կանգնեն, նախ Մեծ Բրիտանիան, բայց նաև այլ ազգերը։ 1919 թվականին առաջին համաշխարհային պատերազմից հետո բրիտանացիներին տրվեց մանդատ կառավարելու այն, ինչ կոչվում էր Պաղեստին և ապահովելու այնտեղ հրեական ազգային օջախ։ 1922 թվականին Ուինսթոն Չերչիլը մի ստորագրությամբ այդ հողի 75%-ը հանձնեց արաբական մի ազգին, որտեղ հրեաներին արգելվեց ապրել։ Այդ երկիրն այսօր կոչվում է Հորդանան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ը որոշեց բաժանել մնացած մոտ 25% հողը, Իսրայելին կամ հրեա ժողովրդին առաջարկվեց մոտ 12%, սա էր ամբողջ ժառանգության բաժինը։ Իսկ քաղաքական լեզվով ինչպես են կոչում երկրի բաժանումը։ Մասնատում կամ սահմանագծում, Աստված դատելու է բոլոր այն ազգերին, որոնք մասնակցել են այն հողի բաժանմանը, որն ինքը անվանում է իմ երկիր։ Նախ եւ առաջ դա իր երկիրն է, հետո Իսրայելի երկիրը, որովհետև Աստված այդ հողը հավիտենական ուխտով տվել էր Իսրայելին։ Եվ Հիսուսը Մատթեոս 25-րդ գլխում ասում է, որ երբ նա գա իր փառքով, նա դատելու է ազգերին ըստ այն բանի, թե ինչպես են վարվել իր եղբայրների և քույրերի հետ։ Սա չափազանց լուրջ միտք է։ Նա նրանց բաժանելու է երկու խմբի։ Եվ բոլոր ազգերը նրա առաջ կհավաքվեն, 32 խոսք, ու նա նրանց կզատի իրարից, ինչպես հովիվն է զատում ոչխարները այծերից, ոչխարներին կկանգնեցնի իր աջ կողմում, իսկ այծերին ձախ կողմում։ Այդ ժամանակ թագավորն իր աջ կողմում կանգնածներին կասի.
Եկեք իմ հորից օրհնվածներ, ժառանգեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը, որովհետև քաղցած էի եւ դուք ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի եւ ինձ խմելու բան տվեցիք, օտար էի եւ ինձ ձեզ մոտ ընդունեցիք, մերկ էի եւ ինձ հագցրիք, հիվանդ էի եւ ինձ խնամեցիք, բանտում էի եւ ինձ այցելեցիք։ Նկատեք, որ այս ամենը շատ գործնական է, կրոնական չէ։ Այդ ժամանակ արդարները նրան կպատասխանեն ու կասեն. Տեր, երբ քեզ քաղցած տեսանք եւ կերակրեցինք կամ ծարավ ու խմելու բան տվեցինք, երբ քեզ օտար տեսանք ու մեզ մոտ ընդունեցինք կամ մերկ եւ հագցրինք, երբ քեզ հիվանդ տեսանք կամ բանտում ու քեզ այցելեցինք։ Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Սա չափազանց լուրջ միտք է կապված հրեա ժողովրդի իրենց երկիր վերադառնալու գործընթացի հետ, ինչ որ մենք անում ենք նրանց, Աստված հաշվում է, որ մենք դա արել ենք Հիսուսին։ Եվ ապա Հիսուսը շարունակում է. այդ ժամանակ ձախ կողմում կանգնածներին, այսինքն այծերին, կասի. Անիծյալներ, ինձանից հեռու գնացեք հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։ Նկատեք, հավիտենական կրակը մարդկանց համար չէր պատրաստված։ Սատանան եւ նրա հրեշտակները այլընտրանք չունեին, նրանք պետք է գնան այնտեղ։ Մարդիկ այդտեղը գնում են միայն այն ժամանակ, երբ մերժում են Աստծո ողորմության առաջարկը։ Եվ ապա Հիսուսն ասում է. որովհետև քաղցած էի եւ ինձ չկերակրեցիք, ծարավ էի եւ ինձ խմելու բան չտվեցիք, օտար էի եւ ինձ ձեզ մոտ չընդունեցիք, մերկ էի եւ ինձ չհագցրիք, հիվանդ ու բանտում էի եւ ինձ չայցելեցիք, այդ ժամանակ նրանք էլ կպատասխանեն ու կասեն. Տեր, երբ քեզ քաղցած կամ ծարավ կամ օտար կամ մերկ կամ հիվանդ կամ բանտում տեսանք եւ քեզ չծառայեցինք։ Այդժամ նրանց կպատասխանի ու կասի. ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին չարեցիք, ինձ էլ չարեցիք, եւ նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները հավիտենական կյանք։ Կարծում եմ Աստծո կողմից երբևէ ասված ամենասարսափելի խոսքերն են Մատթեոս 25:41-ում գրված խոսքերը, ուղղված այծ ազգերին. անիծյալներ, ինձանից հեռու գնացեք, հավիտենական կրակի մեջ, որ սատանայի ու նրա հրեշտակների համար է պատրաստված։ Չեմ կարող պատկերացնել ավելի սարսափելի խոսքեր, որ ասվեին որևէ մեկի հասցեին։ Եվ դուք կարող եք հարցնել, բայց պրինց եղբայր, ինչ էին նրանք արել։ Կարող եմ պատասխանել մի բառով. ոչինչ։ Սա է ամբողջը, ինչ պետք է անես Աստծո դատապարտությանը արժանանալու համար։ Պարզապես ոչինչ։ Հիսուսը փնտրում է այնպիսի ծառեր, որոնք բարի պտուղ են բերում։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի բերում կամ ընդհանրապես պտուղ չի բերում, կտրվելու է ու նետվելու կրակի մեջ։ Այսպիսով տեսնում եք, սկսած Հոբից մինչև Հիսուս, Աստծուց եկող արդարությունը հավատքի միջոցով, որն ամբողջությամբ գործնական է։ Այն ոչ զգացմունքային է, ոչ էլ կրոնական, այն ուղիղ է, գործնական։ Դա նշանակում է բավարարել չքավորի կարիքը, օգնել անօգնականին, ապաստան տալ այրուն, խնամել որբին։ Սա է Աստծո ուղերձը Հոբից մինչև նոր կտակարան։ Դա չի փոխվել։ Աստված հանկարծ չի փոխել իր միտքը, թե ինչ է ուզում։ Արդարություն ստանալու ճանապարհը չի փոխվել եւ ինքնին արդարությունն էլ չի փոխվել։ Եկեք մի պահ նայենք Հակոբոսի առաջին գլխի 27-րդ խոսքին։ Հակոբոս 1:27 Սուրբ եւ անարատ կրոնասիրությունն Աստծո ու Հոր առաջ սա է։ Թույլ տվեք ընդամենը երկու բան ասել. կա փրկություն եւ կա կրոն։ Փրկությունն այն է, ինչ Աստված անում է մեզ համար, կրոնն այն է, ինչ Աստված փոխադարձ պահանջում է մեզանից։ Սուրբ եւ անարատ կրոնասիրությունն Աստծո ու Հոր առաջ այս է, որբերին եւ որբևայրիներին նրանց նեղության ժամանակ այցելել եւ ինքն իրեն աշխարհից անարատ պահել։ Տեսնում եք, չէ՞։ Դա նույնն է, ինչ Հոբի օրոք էր։ Խնամել որբերին եւ այրիներին եւ ինքդ քեզ մաքուր պահել այս աշխարհից։ Իմ երկար տարիների հոգեվոր կյանքի ընթացքում, որպես հին հոգեգալստական, ես լսել եմ շատ քարոզներ աշխարհից անարատ մնալու մասին։ Այն միշտ եղել է հիմնական թեմա, բայց ես երբեք չեմ լսել քարոզ այրիների եւ որբերի խնամքի մասին։ Ոչ մի անգամ։ Բացի այն դեպքերից, երբ ինքս եմ քարոզել։ Արդյոք սա ցույց չի տալիս, որ մեր արդարության պատկերացումն ու Աստվածաշնչի ասածը իրարից շատ հեռու են։ Աստվածաշունչն այնքան պարզ է,
այնքան գործնական չես կարող այն Go չհասկանալ։ down to earth. You can't misunderstand it. Կարիք չկա այն փաթեթավորել ինչ-որ բարդ աստվածաբանական մեկնաբանությամբ։ Explanation. Now, let me Եվս մի համար էլ Հակոբոսի 4:17-ից, որովհետև Հակոբոսը շատ ուղղախոս էր, բնորոշ հրեային։ down to earth. Նա չէր տպավորվում բարդ կրոնական համակարգերից։ Complicated religion. Եվ նա ասում է, արդ ով բարին իմանա ու չանի, նրա համար ինչ է։ And does not do it. To him it is what? Մեղք է։ Sin. All right? So, Այսինքն մարդ կարող է դատապարտվել ոչ թե նրա համար ինչ սխալ է արել, այլ այն բանի համար, ինչ բարի էր, բայց չարեց։ but for the things that were good that we didn't do. Ով բարին իմանա ու չանի, նրա համար մեղք է։ Does not do it. To him it is sin. Ուրեմն այսօր երեկոյան ես մեծ պատասխանատվություն եմ դնում ձեր վրա, քանի որ դուք դուրս եք գալու այստեղից իմանալով ինչն է բարի։ Knowing what is good. Իսկ հետո դուք պետք է որոշեք, կարող եմ դա անել։ Այլևս չեք կարող ասել չգիտեի։ Ignorance. Անձամբ ես հավատում եմ, որ արևմտյան ազգերը, Ամերիկան, Բրիտանիան, The United Եվրոպան հիմնականում Աստծո կողմից դատվելու են ոչ թե այն բանի համար, ինչ արել են, այլ այն բանի համար, ինչ չեն արել։ but for what we haven't done. We're wealthy, Մենք we're հարուստ ենք, prosperous, մենք ունենք we have առատություն, abundance, մենք we նույնիսկ don't know what to չգիտենք do ինչ with անել what այս we have. ամենի հետ։ And at least one Իսկ այսօր աշխարհում 1 միլիարդ մարդ չունի բավարար սնունդ։ I almost shudder when I hear Americans say, or British, Ամեն անգամ, երբ լսում եմ ամերիկացու կամ բրիտանացու բերանից ես քաշ եմ գցում արտահայտությունը, գրեթե սարսուռ եմ ապրում։ there are a lot of people who couldn't put weight on if they wanted to. Քույրեր եւ եղբայրներ, աշխարհում լիքը մարդիկ կան, որ եթե անգամ ուզենան քաշ հավաքել չեն կարող։ Of adjusting things. Միգուցե մենք պիտի մտածենք հնարավոր չէ արդյոք այս ամենը մի փոքր հավասարեցնելու ճանապարհ գտնել, որպեսզի մի կողմում մարդիկ չուտեն չափից շատ, իսկ մյուս կողմում սոված չմեռնեն։ I mean, I'm Ես չեմ կարող հավատալ, որ սա է Աստծո կամքը։ that's what God Իմ միտքը շատ պարզ է այդ հարցում, սա պարզապես չի կարող լինել այն ամենն, ինչ Աստված է ուզում։ Դուք պարտավոր չեք համաձայնվել ինձ հետ, եւ վերջում մի քանի ընդհանուր խոստումներ աղքատների հանդեպ խնամքի վերաբերյալ։ Proverbs 19 Առակաց 19:17-ում կարդում ենք. and verse 17. Proverbs Առակաց 19:17. 19:17 Աղքատին ողորմացողը փող է տալիս Տիրոջը, եւ նա կհատուցի նրան The հասանելիքը։ Lord will pay back what he has given. So Երբ աղքատին ողորմություն ենք անում ֆինանսապես կամ գործնական ձևով, մենք պարտք ենք տալիս Տիրոջը, եւ Տերը միշտ վերադարձնում է այն, ինչ վերցրել է։ So I think Կարծում եմ I have to Աստված say ինձ God հաջողություն է տվել մասնավորապես հենց այս պատճառով։ I didn't Ես do դա it չեմ for արել that, այդ but when I միտումով, look բայց back երբ on my հետ եմ life, նայում I կյանքիս, տեսնում եմ, թե Աստված հատուցել է ինձ ավելին, քան ես what I տվել եմ։ gave to the and he's done more than Եվ նա նույնիսկ ավելին է արել, նա փոխհատուցել է։ and I'm Բայց ես այն քարոզիչը չեմ, որ ասում է հաջողությունն է Աստծո վերջնական նպատակը։ Դա չէ։ actually Իդեպ բարգավաճում բառը ժամանակակից Ամերիկայում սխալ է հասկացվում։ Այն չի նշանակում առատություն, հարստություն կամ ճոխություն։ Դա նշանակում է հաջողություն ունենալ, կատարել Աստծո կամքը։ he got what he prayed. Օրինակ Պողոսն աղոթեց, որ իր ճամփորդությունը դեպի Հռոմ հաջող լինի, եւ այն եղավ, բայց նա չճամփորդեց նավի առաջին կարգով, նա գնաց որպես բանտարկյալ, շղթաների մեջ, զինվորների եսկողությամբ, եւ ծովում 14 օր փոթորկի միջով անցավ։ But it was Բայց այդ ճամփորդությունը հաջող էր, որովհետեւ այն իրականացրեց Աստծո կամքը։ Տեսնում եք, այսինքն խնդիրը բառերի իմաստի մեջ է։ the word prosperity has changed its meaning. In modern America, Ժամանակակից անգլերենում բարգավաճումը համեմատվում է առատության, հարստության հետ, that sort of thing. But in the բայց Bible, Աստվածաշնչում այն նշանակում է հաջողություն in the scriptures, it means Աստծո success. գործերում։ God said to Joshua, if you Աստված Հեսուին ասաց. «Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից։ Պահես եւ կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ, այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես եւ այն ժամանակ հաջողություն կունենաս»։
sleeping in the field. Հեսուն հաջողություն ունեցավ ոչ թե որովհետև ճոխ հարմարություններով էր ճանապարհորդում, այլ որովհետև նա կատարում էր Աստծո կամքը, նա պատերազմում էր, քնում դաշտում, դժվար կյանք էր, բայց նա հաջողակ էր, որովհետև հասավ նպատակին։ Եթե պարզապես հաջողություն բառը թարգմանեք որպես նպատակին հասնել, ապա շատ ավելի պարզ կդառնա, թե ինչ է Աստված իսկապես ասել։ Ես չեմ հավատում, որ Աստված կամենում է, որ մենք անհաջողության մատնվենք։ Նա ուզում է, որ մենք հաջողենք նրա տված կոչման մեջ, բայց դա չի նշանակում, որ բոլորս պետք է Կադիլակ վարենք, թեպետ ես Մերսեդես եմ վարում։ Բայց այն արդեն 20 տարվա է։ Լավ, եկեք այդտեղ չգնանք։ Աստվածաշնչի իմաստն ուրիշ է։ Առակաց 31:20-ը խոսում է առաքինի կնոջ մասին, այն կնոջ, ով իսկապես օրինակելի է։ Ես հարգում եմ այս տեսակին, որովհետև իմ երկու կանայք էլ այդպիսին են եղել։ 20 համարում ասվում է. Նա իր ձեռքը պարզում է աղքատին և ձեռք մեկնում կարոտյալին։ Նա հոգ է տանում աղքատների մասին, իր ձեռքը մեկնում է նրանց, անցնում է քաղաքավարության սահմանները, նույնիսկ պարտականության սահմաններից այն կողմ։ Առակաց 21:13-ը մեզ նախազգուշացնում է. Ով որ աղքատի աղաղակի դեմ խցկի իր ականջը, ինքն էլ կկանչի և պատասխանող չի գտնի։ Հնարավոր է սա բացատրում է, թե ինչու են որոշ աղոթքներ մնացել անպատասխան, որովհետև մենք չլսեցինք աղքատների ձայնը։ Եթե դու չես լսում նրանց ձայնը, Աստված էլ չի լսի քո ձայնը։ Աստված շատ լուրջ է վերաբերվում արդարությանը։ Նա նկատի ունի այն, ինչ ասում է, նա չի փոխում այն, ինչ պահանջում է։ Առակաց 28:27-ում հստակ խոստում կա. Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։ Ես հավատում եմ սոցիալական ապահովագրությանը, շնորհակալ եմ Աստծուն դրա համար, բայց ես հույսս չեմ դրել ԱՄՆ-ի կառավարության վրա, քանի որ այն կարող է մեկ գիշերվա մեջ սնանկանալ։ Եվ այդ ժամանակ իմ սոցիալական ապահովագրությունը կլինի պարզապես թղթի մի կտոր։ Սակայն ես հավատում եմ աստվածային սոցիալական ապահովագրությանը, ես հավատում եմ, որ երբ տալիս եմ աղքատին, վստահ եմ իմ բաժինը չի պակասի։ Ես կախված չեմ ամերիկյան կամ բրիտանական կառավարություններից։ Ես հավատում եմ երկնային կառավարությանը, կա սոցիալական ապահովագրության մի տեսակ, որը կախված է մեր կենսակերպից։ Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի։ Ես զգում եմ, որ Ամերիկայում մի ժամանակ է գալու, երբ այս առատության փուչիկը կպայթի։ Եվ երբ դա լինի, ես ուրախ եմ, որ իմ ապահովությունն այդ տեղում չէ։ Այն Աստծո վրա է, որովհետև ես իմ կյանքում ընդունել եմ այրիներին, խնամել որբերին, տվել եմ կարիքավորներին, ես չեմ պարծենում։ Պարզապես ասում եմ, թե սա գործում է։ Հիմա ես ցանկանում եմ ձեզ հետ կիսվել Տիրոջ վերջնական նպատակի մասին։ Մենք մոտենում ենք ավարտին, պարզապես համբերատար եղեք։ Եսայի 42:4-ը խոսում է Տիրոջ Տեր Հիսուսի մասին։ Նա չի տկարանա և չի թուլանա, մինչև որ չհաստատի իրավունքը երկրի վրա։ Այս խոսքը ինձ վրա հզոր տպավորություն է թողնում։ Աստված խորը կերպով հոգ է տանում արդարության մասին։ Անարդարությունը նրա համար անընդունելի է։ Նրա վերջնական նպատակն է արդարություն հաստատելն ամբողջ երկրում։ Գիտեք, լինելով լավ հոգեգալստական, ես միշտ խուսափել եմ գործերի կրոնից։ Ես ճանաչել եմ քրիստոնյաների, որոնք խուսափել են այն ծառայություններից, որոնք օգնում են աղքատներին, որովհետև դա իրենց հիշեցնում է գործերով փրկության գաղափարը։ Ես հասկանում եմ նմանների ապրումները, բայց դա հակասում է Աստվածաշնչին։ Դա աստվածաշնչյան չէ։ Գործում կրոնը գործում է արդարության համար։ Հոգ է տանում աղքատների ու կարիքավորների մասին։ Եվ երբեմն ես ինձ ավելի նույնական եմ զգում աշխարհիկ մարդու հետ, ով պայքարում է արդարության համար, քան կրոնավորի,
ով ոչինչ չի անում։ I think I've said Կարծում եմ բավարար ասացի։ I've got one other Ես եւս մեկ նկարագիր ունեմ։ Ես չէի պատկերացնի, որ այսքան կծավալվեի, դուք հիանալի լսարան եք։ Մի քիչ էլ դիմացեք, մենք ավարտում ենք։ Hosea, Joel, Amos. Now the message of Ամոս մարգարեի ուղերձն ամբողջությամբ սա է. Աստծո խորը հոգատարությունը սոցիալական արդարության վերաբերյալ։ theme of Amos from beginning to end. And in Amos Ամոս 6-րդ գլուխ verses 3-ից 6 խոսքերում կարդում ենք. woe to you. Դուք, որ չար օրը հեռացնում եք եւ մոտեցնում բռնության աթոռը, իհարկե սա մեզ չի վերաբերում, Violence to come near. Now that's not true of you and me. որ պարկում եք փղոսկրյա անկողինների վրա եւ մեկնվում ձեր մահիճների վրա Eat lambs եւ հոտերից ուտում գառնուկներն ու գոմերից հորթերը, որ հնարում են անտաղանդ երգեր, կարծելով թե Դավթի նման են հնարում, and invent for որ գինին թասերով եք խմում ու լավագույն յուղով օծվում ու չեք կսկծում Հովսեփի ավերման համար։ but are not grieved for the affliction of Joseph. Now I don't believe Չեմ հավատում, որ Աստված խնդիր ունի առատության հետ, բայց երբ մենք բավարարվում ենք մեր առատությամբ եւ մեր ողջ ցանկացածը լավ կյանքն է, հաճույքն ու բարգավաճումը, when all we want is եւ չենք տխրում and pleasure աղքատի and prosperity, and we are not կամ grieved կարիքավորի համար, for the poor. We're not grieved for those who Աստված ասում է. don't have enough. Then God says, Վայ քեզ։ now you Եվ դու կարող եք հարցնել, ինչ եք դուք արել, պրինց եղբայր։ and it's a Եվ դա տեղին հարց է։ So I'm going to tell Եվ ես հակիրճ կասեմ, թե ինչ եմ արել։ Ես չեմ պարծենում, ես դրանում հատուկ ավանդ չունեմ, բայց ես հոգ եմ տարել որբերի, աղքատների եւ այրիների մասին։ and the poor and the widows. When I married my Երբ first ես ամուսնացա Լիդիայի իմ առաջին կնոջ հետ, որին դուք ճանաչում էիք, նա Պաղեստինում ուներ մի փոքր մանկատուն 8 աղջիկներով, with 8 girls, 6 հրյա, 6 1 արաբ, 1 Arab, 1 անգլիացի։ the day I married, Այն պահից, երբ ամուսնացա նրա հետ, ես դարձա 8 աղջիկների hayr, and they're still my daughters. եւ նրանք հիմա էլ շարունակում են լինել իմ դուստրերը։ A long while ago. When I married my second wife, Լիդիայի մահից հետո, երբ ամուսնացա իմ երկրորդ կնոջ Ռութի հետ, ով հրյուհի էր եւ որին դուք հիշում եք, նրա առաջին ամուսինը լքել էր նրան եւ նա իր հետ բերեց 3 երեխա, 2 աղջիկ եւ մի տղա։ and a boy, to whom I became. Ես նրանց հայրն էլ դարձա։ So I am a father to 12, 11 դուստր եւ 1 որդի։ 11 girls and 1 boy. I forgot to mention Մոռացա նշել, որ Լիդիայի հետ մենք նաեւ որդեգրեցինք մի սևամորթ աֆրիկացի աղջկա so Քենիայում։ I have Այսպիսով ես ունեմ, something. ես կարիք ունեմ մի պահ դադար տալ եւ մտածել։ I have. Ունեմ Well, let's start the other end. մեկ հրյա տղա, I've got one. մեկ սևամորթ աղջիկ, I've got one մի Arab, պաղեստինցի արաբ, I've got one մի English, անգլիացի, and all the rest. իսկ մնացած բոլորը հրյաներ։ And this began. Եվ այս ընտանիքը սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, եւ այսօր էլ մենք մեկ ընտանիք ենք։ Actually, Իրականում ես մի ընտանիքի գլուխ եմ, որն ունի ավելի քան 150 անդամ, 150 persons. And I was an only բայց child. ես մեր ընտանիքի միակ երեխան եմ եղել։ He is a wonderful Նա God. հիանալի Աստված է, այդպես չէ։ And we are. Մեր ընտանիքի ներկայացուցիչներն այսօր ապրում են There are representatives of our family in Իսրայելում, Britain, Բրիտանիայում, Կանադայում, Ամերիկայում եւ Ավստրալիայում, բայց մենք մի ընտանիք ենք։ in a period of history. Ներկա ժամանակներում, երբ ընտանիքները քայքայվում են, մենք շարունակում ենք լինել մեկ ընտանիք, որովհետև հիմնված ենք Հիսուսի վրա։ On Jesus. The first child. Առաջին երեխան, որ Լիդիան ընդունեց մահվան եզրին գտնվող մի փոքրիկ հրյա աղջիկ էր 1928 թվականին, եւ այդ մեկ գթության արարքից ծնվեց մի ընտանիք 150 հոգով։ That little girl and that act of mercy, there has come a family that now. Ես սա չեմ ասում պարծենալու համար, ուղղակի ուզում եմ ասել, սա գործում I է, don't say this to boast. I have nothing to boast of. But I սա want to say գործում է։ it works.
It works. Սա գործում է։ And I want to challenge you. Just in closing. Եվ հիմա ուզում եմ ձեզ ամփոփիչ մի հարց տալ։ What kind of Ինչ տեսակի արդարություն եք գործադրում։ am I practicing? Is it just a Դա religious kind of righteousness like the people in Isaiah? իսկական They spent a lot of time գործնական հավատքի արդարություն է, թե կրոնական ձևականություն, ինչպես Եսայի ժամանակներում, երբ մարդիկ գալիս էին տաճար, աղոթում, բայց անտեսում էին որբին ու այրուն։ for people. Թե մի արդարություն է, որ հոգ է տանում մարդկանց I want to մասին։ ask you for a moment. Ուզում եմ մի պահ հարցնել, պարզապես նկատի ունեցեք այս հարցը։ I'm trying to phrase it. Փորձում եմ այն ճիշտ ձևակերպել։ After hearing what I say, Իմ ասածը լսելուց հետո կասեք ինքներդ would you ձեզ. say to yourself, I have to acknowledge Ես պետք է խոստովանեմ, really been practicing որ չեմ գործադրել այն արդարությունը, որը նկարագրված է Աստվածաշնչում։ selfish and Ես շատ ժամանակ եսակենտրոն եմ եղել։ I've cared for me and me. Ես հոգացել եմ իմ մասին Tell you one առաջին sure հերթին։ way to be frustrated. Ճշմարտությունն այն է, որ ամենապարզ ճանապարհը հիասթափության եսակենտրոն ապրելակերպն է։ Դուք չեք կարող եսակենտրոն լինել ու չհիասթափվել։ That will ultimately Ոչինչ ինքդ քո մեջ չի կարող լիովին բավարարել I քեզ։ want to give you an opportunity to think this over. Ուզում եմ հիմա ձեզ հնարավորություն տալ խորելու այս մասին Change your way. եւ քննելու արդյոք անհրաժեշտություն կա փոխելու ձեր ճանապարհները։ Ես անկեղծ եմ եղել ձեզ հետ, ես սիրում եմ ձեզ։ Դուք մեծ սիրով եք ընդունել ինձ, դուք արձագանքել եք իմ ծառայությանը, ես բողոքներ չունեմ։ Bless you Կարող էի պարզապես ասել Աստված օրհնի ձեզ եւ հեռանալ։ because I really Բայց չեմ ուզում այդպես անել, որովհետև իսկապես հավատում եմ, որ Աստված ուղարկել է ինձ այստեղ ձեզնից որոշներին մարտահրավեր նետելու համար։ you speak in tongues, you sing the Դուք հոգեկալստական եք, գուցե խարիզմատ, խոսում եք լեզուներով, երգում եք ամենագեղեցիկ սաղմոսները, կարդում եք հոգևոր գրքեր, դիտում տեսանյութեր, What do you do բայց for the people who really ինչ եք անում նրանց համար, ովքեր իսկապես the poor, the homeless? ձեր կարիքն ունեն, աղքատների, անօթևանների, որբերի, անտեսված երեխաների։ Are you doing anything? Ինչ եք անում։ Արդյոք որևէ բան անում եք։ Ես հավատում եմ, որ եթե Ամերիկայի եկեղեցին փոխվեր եւ սկսեր իրապես ապրել, ինչպես քրիստոնյաները պետք է ապրեն, հոգ տանել նրանց մասին, ում մասին ոչ ոք հոգ չի տանում, սիրել նրանց, ում ոչ ոք չի սիրում, դուրս գալ ու ցուցաբերել սեր, ոչ թե սпасել, որ նրանք գան եկեղեցի։ The building. Գիտեք, եկեղեցուց դուրս ապրող մարդկանց մեծ մասն ընդհանրապես պատկերացում չունի ինչ է տեղի ունենում եկեղեցու ներսում։ And you begin to show Նրանց համար դա պարզապես մի շենք է, ուր տարօրինակ մարդիկ ամեն կիրակի գնում են ինչ-որ բան անելու, բայց եթե դուք գնաք նրանց մոտ սեր ցույց տաք նրանց, ովքեր երբեք սիրված չեն եղել, հոգ տանեք նրանց, ովքեր մոռացված են, նրանք կսկսեն հարցնել, ի՞նչն է քեզ մղում այսպես վարվելու։ Ինչու ես այսպես ապրում։ Եվ դա կարող է Աստծո մեջ շարժում բերել այս ազգի մեջ։ they'll want to come to know what makes us Առաջին հերթին, երբ մենք գնում ենք մարդկանց մոտ, մի օր նրանք կցանկանան գալ ու հասկանալ ինչ կա մեր մեջ։ Երկրորդ, եթե խարիզմատ եւ ոչ խարիզմատ քրիստոնյաները միանան օգնելու մարդկանց, ովքեր մեծ կարիքի մեջ են, so important whether they believe in a pre or post rapture. այլևս այդքան կարևոր չի թվա նրանք նախահափշտակության կողմնակից են, թե հետհափշտակության։ Նրանք ավելի շատ կմտածեն գործնական եւ հիմնական բաների մասին։ In America, Ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք Աստծո շարժն ունենալ թե Ամերիկայում, թե Բրիտանիայում, եթե սկսենք ապրել ինչպես իսկական քրիստոնյաները։ that's the kind of Christianity that Հույս ունեմ չեմ վիրավորում ձեզ, բայց սա է այն քրիստոնեությունը, որ ես կարդում եմ Նոր Կտակարանում։ it's a faith Սա է այն հավատքը, որ ես տեսնում եմ ամբողջ Աստվածաշնչում։ Դա մի հավատք է, որ հոգ է տանում, որ սիրում է, որ ինչ-որ բան է անում։ standing there on the edge of the pool. Հիշում եմ, թե ինչպես իմ փոքրիկ թոռնիկը կանգնած լողավազանի եզրին նայում էր բոլորիս ու ասում. In front of the church, Ինչ որ մեկը թող ինչ որ բան անի։ Եվ ես հաճախ եմ կանգնում եկեղեցու առաջ ու ուզում ասել. Ինչ որ մեկը թող ինչ որ բան անի։ Արեք ինչ որ բան։ Ձեր այս եկեղեցին հրաշալի է եւ շատերդ արդեն անում եք հիանալի գործեր, բայց ոմանք դեռ decision. ոչինչ չեն անում։ Ուզում եմ հիմա ձեզ հնարավորություն տալ մի պարզ որոշում ընդունելու։ Որոշումը սա է. Put my faith into action. Ես ինչ որ բան կանեմ։ Not cared for.
Իմ հավատքը կդարձնեմ գործնական, ես հոգ կտանեմ նրանց մասին, ում մասին ոչ ոք չի հոգում, սեր կցուցաբերեմ նրանց, ովքեր սիրված չեն, կօգնեմ անօթևաններին ու կարիքավորներին, կբացեմ իմ գրպանը, կբացեմ իմ տան դուռը ու նրանց թույլ կտամ քնել մաքուր անկողնում։ Ինչպիսի զոհաբերություն։ Բայց չէ՞ որ Հիսուսն էլ զոհաբերություն արեց։ Նա թողեց երկինքը, եկավ երկիր, ընտրեց խոնարհ կյանք, գործնական ձևով ծառայեց, եւ դուք գիտեք, դա ավարտվեց խաչով։ Ես հաճախ եմ ասում ամերիկացիներին, մեր եկեղեցիներում երկու կուրք ունենք՝ հարմարությունն ու հարմարավետությունը։ Եվ հենց դրանք էլ թելադրում են ինչ անենք։ Եթե ինձ համար հաճելի է, հարմար է, հեշտ է, ապա կանեմ։ Ուզում եմ քեզ հիշեցնել Հովհաննես Մկրտչի ուղերձը, քեզ պետք է ապաշխարել, քեզ պետք է փոխել մտածելակերպդ, քեզ պետք է փոխվել։ Հիմա ուզում եմ հնարավորություն տալ որոշում կայացնելու, մի կայացրու այն, եթե լրջորեն չես մտածում։ Ձեզնից ոմանք կարիք չունեն որոշում կայացնելու, ես լիովին ընդունում եմ դա, բայց ոմանք գուցե կանգնած են այս սրահի հետևում, բայց թե ես և թե Աստված տեսնում ենք քեզ։ Եվ նա հենց հիմա ուղիղ նայում է սրտիդ, նա գիտի ինչ է կատարվում քո մեջ, նա տեղյակ է քո պայքարներից։ Եվ ես ուզում եմ առաջարկել, կայացրու որոշում։ Ապաշխարությունը որոշում է, այն զգացմունք չէ, որոշումը սա է, ես կդառնամ իսկական քրիստոնյա, կկատարեմ այն, ինչ ասում է Աստվածաշունչը, կխնամեմ որբին և այրուն, կկերակրեմ սովածին, կացարան կտրամադրեմ անօթևանին, կանեմ այնպես, ինչպես Հիսուսն ասաց, այնպես, ինչպես Հովհաննես Մկրտիչն ուսուցանեց։ Աստված չի փոխել իր միտքը, նա նույնն է այսօր։ Եթե այս ամենը լսելուց հետո դու զգում ես, որ ուզում ես լինել մի քրիստոնյա, որն իր հավատքը գործի է դնում, որ կիրառում է նոր կտակարանի արդարությունը, հոգ է տանում մոռացվածների մասին, որ հասնում է մեկուսացածին ու ցավի մեջ եղողին, ապա ընդունիր որոշում։ Ես բնույթով զգացմունքային մարդ չեմ, բայց Աստված ինձ հետ գործ է անում եւ հիմա որոշ բաների մասին խոսելիս հազիվ եմ զսպում արցունքներս։ Երբ մտածում եմ, ամենաշատ կարեկցանքս միայնակ մայրերի մասին է, եւ ես ամեն առումներով միայնակ մայրերի կողքին եմ։ Եվ հետաքրքիր է, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ 2 անգամ ամուսնացել եմ միայնակ մոր հետ։ Առաջինից 8 երեխա որդեգրեցի, երկրորդից 3, եւ ճանապարհին մեկին էլ որդեգրեցինք, ես չեմ փոշմանել։ Իմ կյանքը հագեցած է եղել, այն եղել է դժվար, այն եղել է խստապահանջ, բայց ես երբեք չէի փոխի այն։ Եվ ես ցավ եմ ապրում այն մարդկանց համար, որոնք ապրում են հեշտ կյանքով առանց մարտահրավերների, առանց զոհաբերությունների, ես ցավ եմ ապրում նրանց համար, նրանք չգիտեն ինչ են բաց թողնում։ Ուրեմն, եթե այս երեկո այստեղ ես և զգում ես, Աստված խոսում է քեզ հետ, նույնիսկ եթե չէիր պլանավորել գալը, բայց ասում ես, այո, այն ինչ այս մարդն ասաց իրական է։ Սա ճշմարիտ է։ Քրիստոնեությունը պարզապես եկեղեցու նստարանին նստելը չէ, դա սիրտ է։ Մոռացվածի հանդեպ դուրս գալն է մոլորվածին փնտրելու։ Հասնելն է նրան, ով երբեք չի լսել։ Մեր ծառայության նշանաբանը միշտ եղել է հասնել անհասանելիներին, ուսուցանել անուսումներին։ Բայց վերջերս ավելացրել ենք, հպվել նրանց, որոնց ոչ ոք չի հպվել, որովհետև տեսանք, բավարար չէ միայն գիրք կամ Աստվածաշունչ տալը, պետք է սեր տալ, պետք է գրկել։ Եվ երբ Ալբանիայում ու Կոսովոյում սկսեցինք այս գործը, տեսանք, որ մեր ծառայության բնույթը փոխվեց։ Մենք ծախսեցինք ամենամեծ ընծան, որ երբևէ ստացել ենք ամբողջ աշխարհից, որովհետև մարդիկ զգացին, որ դա իրական է։ Սրանք մարդիկ են, որ քարոզում են, բայց նաև գործում են։ Ես շատ անգամ եմ լսել, թեպետ շատ ասացի, բայց նորից կասեմ, մի բան արեք։
Now, if you want to do Եթե ուզում ես ինչ-որ բան անել, եթե ուզում ես որոշում կայացնել, հանձնառություն վերցնել, ուզում եմ քեզ հնարավորություն տալ դա արտահայտելու Աստծո ինքդ քո եւ շրջապատող մարդկանց առաջ։ Պարզապես կանգնիր այն տեղում, որտեղ հիմա կաս։ Դուք այնքան բարի եք եղել իմ հանդեպ։ Ես շատ եմ գնահատում ձեզ։ You've been so good to me, all you dear people. Ես վայելել եմ այս օրերը ձեզ հետ, բայց իմ լավագույն նվերը ձեզ ճշմարտությունը տալն է։